Բարև ձեզ, ես այսօր կխոսեմ 8-ա դասարանի երկրորդ կիսամյակի բոլոր կատարված լաբորատոր աշխատանքների, փորձերի մասին եւ կասեմ, թե ինչ խնդիրներ ենք մենք լուծել այս կիսամյակ։ Առաջին փորձը դա ռեոմյուրի սանդղակի մասին է եւ այն գիտնականի, ով ստեղծել է այն, այսինքն Ռենե Անտուան ռեոմյուրի մասին, 1 աստիճան Ցելսիուս հավասար է 0.8 ռեոմյուր։ Հաջորդ փորձը ես կատարել եմ ներքին էներգիայի մասին, որտեղ ես այս ասեղի վրա աշխատանք էի կատարում եւ ներքին էներգիան մասնիկների շարժման եւ փոխադրության էներգիան է։ Այս փորձում ես կատարել եմ ջերմահաղորդականության փորձ, որտեղ տաք մարմնի ծառը մարմնին ներքին էներգիայի հաղորդման process-ը իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման շնորհիվ։ Հաջորդ փորձը դա հավասարակշռության կայուն ձևի մասին է, որտեղ ես փորձը կատարել եմ երկաթից պատրաստված մեխանիզմի մասին եւ այն մի քանի րոպե շարժվելուց հետո վերականգնում էր իր նախնական դիրքին։ Հաջորդ փորձը դա կոնվեկցիայի մասին է։ Կոնվեկցիան ջերմահաղորդման տեսակ է, որի ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը տաքանալու արդյունքում շրջանակաձև շարժվում են։ Կոնվեկցիան լինում է երկու տեսակի՝ բնական եւ հարկադրական։ Ինչպես տեսնում եք, ես այստեղ նույնպես կատարել եմ կոնվեկցիայի փորձ, բայց այն կատարել եմ սվարաթղթի միջոցով եւ այն պահում էի մոմի վրա եւ մի քանի վայրկյանից սկսում էր պտույտներ կատարել։ Եվ սա կոնվեկցիայի վառ օրինակ է։ Հաջորդ փորձը դա ճառագայթման փորձն է։ Ճառագայթումը ջերմահաղորդման տեսակ է, որով էներգիան շարժվում է վակուումում։ Ճառագայթում են բոլոր տաք մարմինները։ Ես այստեղ կատարել եմ փորձ որտեղ դրել եմ մի կողմում մուգ, իսկ մի կողմում սպիտակ շրջանակները եւ ինչպես արդեն գիտենք, տաքությունը ավելի շուտ ընկալում է մուգ գույնը։ Հաջորդ փորձում ես խոսել եմ անգլիացի ֆիզիկոս եւ քիմիկոս Ջեյմս Փրեսկոթ Ջոուլի մասին եւ ասել եմ, թե նա ֆիզիկայում ինչ հայտնագործություններ եւ բացահայտումներ է արել։ Այս փորձում ես սկզբի ջուրը սառնախցիկում սառեցրել էի, այնուհետև հալեցրել էի եւ ասում էի, թե քանի ժամում է այն հալում եւ սառչում։ Հաջորդ փորձը վերաբերվում է գոլորշացմանը։ Գոլորշացումը դա հենց շոգեգոյացումն է եւ այն գործընթացն է, որտեղ հեղուկը անցնում է գազային վիճակի։ Եվ այստեղ ես ջուրը լցրել կաթայում եւ այն գոլորշացնում էի։ Այս փորձում ես խոսել եմ ջերմային շարժիչների մասին։ Ջերմաշարժիչը այն սարքն է, որում վառելիքի արման ներքին էներգիան փոխադրվում է մեխանիկականի եւ խոսել էի իմ օրինակով ռեակտիվ շարժիչի մասին։ Այստեղ ես կատարել եմ փորձ, որտեղ վերցրել էի 3 դեղահաբ եւ գցում էի տարբեր ջերմաստիճան ունեցող ջրերի մեջ եւ ասում էի, թե որում է այն շուտ լուծում եւ ինչ ջրով է պետք խմել դեղահաբը։ Եվ վերջին փորձերն դա էներգիայի չվերականգնվող եւ վերականգնվող տեսակը, էներգիայի վերականգնվող աղբյուր են հանդիսանում այն աղբյուրը, որոնց պաշարները կարճ ժամանակում կարելի է նորացնել, այդպիսիք են օրինակ ջուրը, քամին, արևը, բիոզանգվածը, իսկ չվերականգնվող են այն էներգիայի աղբյուրները, որոնց պաշարները չեն կարող վերականգնել, օրինակ բնական գազը, քարածուխը, նավթը։